Իր ծննդյան օրը ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը հյուրընկալել է բարձր առաջադիմություն ունեցող 100 ուսանողի Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում Արցախից։ Սարգիս Կարապետյանը հայրս է, ինքը 50 տարի դեռավել մանկավարժ է եղել եւ ես դրանով ուզում եմ ինչ-որ ձևով շարունակեմ իր գործը։ Կարապետյանը հավաստագրեր է հանձնել այն ուսանողներին, որոնց մեկ ուսումնական տարվա վարձը փոխհատուցվելու է շնորհիվ իրենց բարձր առաջադիմության։ Նման հրաշալի նախաձեռնության համար կցանկանամ ասել, որ այս նախաձեռնությունը ել ավելի լավ հնարավորություն է տալիս ավելի վստահ քայլելու մեր իսկ ընտրած ուղիով։ Այս նախաձեռնությամբ ուժեղ Հայաստանի ղեկավարն ուզում է խրախուսել, կրթվել եւ զարգանալ ցանկացող երիտասարդներին։ Հիմնական ուղղությունը վերցնելու ենք մշակույթին օգնել, կրթությանը օգնել։ Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանի, ընտրություն անելիս ուշադրություն են դարձրել ոչ միայն ուսանողների միջին որակական գնահատականին, այլև նրանց մոտիվացիոն նամակներին։ Իրենց մոտիվացիոն նամակների մեջ ուսանողները ներկայացնում էին, թե ինչպես են տեսնում Հայաստանի զարգացումը եւ իրենց դերը մեր երկրի ապագայում։ Եվ այդ բոլոր մոտեցումները մենք անպայման հաշվի կառնենք եւ կօգտագործենք։ Ղումաշյանը նկատել է հիմնադրամի գործունեությունը քաղաքական չէ, բայց հաշվի առնելով թիմ ընտրությունների պատճառով ուժի մեջ մտած սահմանափակումները, այն համայնքներից ընտրված ուսանողները, որտեղ արդեն հայտարարվել են ընտրությունների անցկացման օրերը, չեն մասնակցել այս միջոցառմանը։ Ստիպված են այդ ուսանողներին չտալ գումարը, որպեսզի դա ընտրակաշառք չդիտարկվի։ Հաշվի առնելով բարեգործական ոլորտի այդ արգելքը, մենք այդ ուսանողներին այսօրվա միջոցառմանը չէինք հրավիրել եւ այս փուլում չենք կարող իրականացնել իրենց ուսման վարձի փոխհատուցումը։ Սամվել Կարապետյանը խոստացել է, այս ծրագիրը շարունակական է լինելու։ Միշտ օգնելու ենք մեր ուսանողներին, մենք միշտ հայտնաբերելու ենք լավագույն, տաղանդավոր մեր երիտասարդներին եւ ամեն ինչով փորձելու ենք ընտառաջենք։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, 100։